Բարև, ես Վինի Մանկուսոն եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողը Սանիթաունում։ Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ Սոֆիային եւ նրա ընտանիքին իր IPP-ի համար։ Ես հարցեր եմ տվել, նշումներ արել եւ մենք միասին պլան ենք մշակել։ Ահա, տեսեք թե ինչպես է դա արվում։ IPP-ն ավելին է, քան պարզապես փաստաթուղթը։ Այն մանրակրկիտ քննարկումների արդյունք է այն մարդկանց հետ, ում մենք աջակցում ենք։ Այն ներառում է անհրաժեշտ ծառայությունները, մանրամասնում դրանց մատուցումը եւ նշում ֆինանսավորման պատասխանատուներին։ Համաձայնագրի վերջում ստորագրության էջ կա, բայց այդ մասին ավելի ուշ կխոսենք։ Եկեք ինձ հետ։ IPP ուղեցույցը մշակվել է 100 հազարավոր IDD ունեցող մարդկանց եւ նրանց աջակցության շրջանակին օգնելու համար, հասկանալու թե ինչ ծառայություններ են հասանելի նրանց ուզած կյանքն ապահովելու համար։ Ոմանք արդեն հստակ պատկերացնում են իրենց նպատակները, մյուսներին գուցե դեռ պետք է լրացուցիչ ժամանակ եւ ուղղորդում։ Հենց դա է մեր դերը։ Որպես ծառայությունների համակարգողներ, պլանավորման ընթացքում կիրառում ենք անձակենտրոն մտածողություն, ուշադիր լսում, հարցեր տալիս մարդկանց, ում աջակցում ենք, վստահ լինելու համար, որ պլանն արտացոլում է նրանց իրական ցանկությունները։ Եվ քանի որ նպատակները շատ են, դրանք խմբավորել ենք ըստ կյանքի 12 հիմնական ոլորտների։ Սա անհրաժեշտ է նրանց կյանքի բոլոր կողմերը խնամքով դիտարկելու եւ IPP-ում արտացոլելու համար։ Սոֆիայի դեպքում պարզեցինք, որ նա ցանկանում է միանալ գրքի ակումբին բաժնման գրախանութում, բայց դրա համար անհրաժեշտ էր ապահովել երկու տարբեր ծառայություններ։ Մեկը տվեց այն օգնությունը, որը պետք էր համայնքային մասնակցության համար։ Մյուսը ֆինանսավորեց անդամավճարները։ Հաշվի առնելով Սոֆիայի կարիքները եւ Ռամոս ընտանիքի զբաղվածությունը, պարզվեց, որ նրանք հավելյալ աջակցության կարիք ունեին։ Մի քանի հարց տվեցի, լսեցի եւ օգտագործելով անձակենտրոն մտածողությունս գործեցի ըստ լսածիս։ Միասին մենք լուծեցինք Սոֆիային անձնական օգնություն տրամադրելու հարցը։ Նենսին ստանձնեց օգնելու պարտականությունը, որ Սոֆիան կարողանա հաճախել առեղծվածային գիտակների ակումբ։ Կարծես շուտ ասելուկ դարձավ։ Իսկ ինչ տեսք ունի այն թղթի վրա։ Սկսում ենք ցանկալի արդյունքից։ Միշտ հարցրեք, ինչպես եք ուզում, որ գրվի ձեր պլանը։ Սոֆիան լրացրեց այսպես. Սոֆիան ուզում է ընկերներ գտնել առեղծվածային գիտակների գրքի ակումբում։ Ոմանք նախընտրում են գրել։ Ես ուզում եմ, ինչը նույնպես ճիշտ է։ Եկեք լրացնենք ծառայությունների ցանկը անձնական օգնությունից սկսելով։ Ծառայություն եւ աջակցություն, անձնական օգնություն։ Աջակցումը PA Pels-ից։ Մեկնարկի ամսաթիվը ծառայությունների առաջին օրը, ավարտի ամսաթիվը այսօրվանից 6 ամիս։ Չմոռանանք, որ կարող ենք նաև երկարաձգել։ Անձնական օգնության ծառայությունները տրամադրվում են ժամով։ Սոֆիային Նենսին պետք էր շաբաթը 1 անգամ, մենք տրամադրեցինք ամիսը 12 ժամ։ Հետագայում Նենսիի ծառայությունները պահանջվեցին շաբաթը 2 անգամ։ Մենք թարմացրինք Սոֆիայի IPP-ին գրելով ամիսը 24 ժամ։ Ֆինանսավորում է շրջանային կենտրոնը։ Այսպիսով Սոֆիայի ակումբում մասնակցության հարցը լուծվեց։ Այժմ պարզենք, թե ինչպես վճարել։ Շրջանային կենտրոնը միշտ թարմացնում է ծառայությունները եւ ինձ հիշեցրին, որ ակումբի անդամավճարները կարող են ֆինանսավորվել սոցիալական ժամանցի եւ ճամբարային ծառայությունների շրջանակներում։ Եկեք լրացնենք։ Ծառայություն եւ աջակցություն, սոցիալական ժամանց եւ ճամբարային ծառայություններ։ Աջակցումը առեղծվածային գիտակների։ Մեկնարկի ամսաթիվը անդամակցության օրը։ Ժամկետի ավարտը ծառայություններ կատարողի լիազորության վերջին օրը։ Այս դեպքում այս պահից 6 ամիս անց, բայց մի անհանգստացեք, մենք միշտ կարող ենք քննարկել ծառայությունների երկարաձգումը։ Այսպիսով որոշ աջակցություններ լրիվ վճարվում են մեկ աղբյուրից, որոշներն էլ բազմաթիվ աղբյուրներից։ Այս դեպքում ամբողջը ֆինանսավորում է շրջանային կենտրոնը։ Սա շարունակվում է մինչև ձեր ընտրած բոլոր պայմանները լրացվեն։ Դրանից հետո մենք անցնում ենք համաձայնագիր բաժնին։ Մարդիկ ում աջակցում ենք կարող են համաձայնել բոլոր ծառայություններին, որոշ ծառայություններին կամ ոչ մեկին։ Կարող են նաև պահանջել գործողության ծանոթում, եթե անհրաժեշտ է վիճարկել շրջանային կենտրոնի որոշումը ծառայությունների մասին։ Հաջորդը։ Եկեք նշենք 3 կարևոր կետեր։ Համոզվենք, որ նրանք ստացել են ծառայությունների հաշվետվությունը, որը շրջանային կենտրոնը ֆինանսավորել է վերջին տարում։ Ստուգված է։ Երկրորդ, որ դուք քննարկել եք եւ տրամադրել եք տեղեկություններ ընթացիկ կամ ապագա IPP թարմացումների համար։ Կատարված։ Եվ երրորդ, կնախանշենք հաջորդ IPP հանդիպումը։ Ձեր IPP-ն 3 տարի ուժի մեջ է։ Այդ ընթացքում կթարմացնենք ըստ անհրաժեշտության, կախված իրավիճակից առնվազն տարին 1 անգամ։ Ահա եւ վերջ։ Քննարկենք որոշ հատուկ ծրագրեր եւ տեղեկություններ նրանց իրավունքների մասին։ Առաջինը ինքնուղղորդում։ Դա հնարավորություն է կառավարելու սեփական ծառայություններն ու աջակցությունները եւ դրանք տրամադրողներին։ Սոֆիան եւ իր ընտանիքը հիմնականում ընտրեցին ավանդական ծառայություններ։ Նրանք նաեւ օգտվում են ինքնուղղորդող ծառայություններից եւ քերիտի տոն կարող է լինել խնամակալ։ Ինքնորոշման ծրագիրը լավ տարբերակ է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են լիովին վերահսկել իրենց ծառայությունները եւ վարձել անձնակազմ։
Բարեկեցության եւ հաստատությունների օրենսգրքի 47-31 բաժինը պահանջում է, որ շրջանային կենտրոնները բողոքարկման գործընթաց ունենան, որպեսզի մարդիկ, ում մենք աջակցում ենք, հնարավորություն ունենան բողոքել։ Whistleblower-ի քաղաքականության շնորհիվ մարդիկ, ում աջակցում ենք, պաշտպանված են, կարող են անանուն հաղորդում ներկայացնել անօրինական կամ ոչ պատշաճ գործողության մասին։ Կալիֆոռնիան մշտապես հետևում է, որ ամենամրցունակ աշխատատեղերում բարձր առաջնահերթություն տրվի IDD ունեցող մարդկանց։ Ծառայությունների համակարգողներս պետք է առաջնահերթություն տանք աշխատանքին, հենց մեկը կարող է եւ ուզում է աշխատել։ Սա լավ հնարավորություն է դպրոցների հետ գործակցելու համար։ Եվ շրջանային կենտրոնը պարտավոր է օգնել IDD-ով անձանց գրանցվել քվեարկության համար, եթե իրավասու են։ Բոլորն ունեն լսված լինելու իրավունք։ Օրվա ծառայությունների կամ աշխատանքի վայր հասնելու համար շրջանային կենտրոնը կմշակի անվտանգ տրանսպորտային պլան, եթե տեղաշարժի խնդիր չկա։ Եթե կա, կտրամադրենք տրանսպորտ կամ աշխատանք։ Մենք քայլ առ քայլ անցանք ամբողջ IPP-ով։ Մնում է այն միայն ստորագրել։ Երբ բոլոր ստորագրությունները դրվեն, այն ամեն ինչ քննարկել են կդառնա IPP-ի մասը։ Իսկ ամեն անգամ, երբ IPP-ն թարմանում է, բոլորը պետք է ստորագրեն թարմացված համաձայնագիրը։ Հիշեք, անձակենտրոն պլանավորումը լավ թղթաբանությունը չէ, այլ օգնելը, որ կյանքն ավելի լավը դառնա։